Գրիգի եւ իր սիրելի սպիտակ նժույգի ամեն հանդիպում այսպես է սկսվում։ Պուպուշարա ձյուկին, պուպուշարասից։ Միմյանց սեր ու բարություն են փոխանցում։ Դա ունի համախտանիշ ունեցող Գրիգի համար հիպոթերապիան մի ուրիշ աշխարհ է, որում խոսքեր չկան, զգում է սրտով, արտահայտվում էմոցիայով։ Հիպոթերապիան, հատկապես դա ունի համախտանիշով երեխաների համար շատ հզոր զգայական թերապիա է։ Հաշվի առնելով ձիու առանձնահատկությունները, երեխաները ձեռք են բերում ինքնավստահություն, զարգանում են հոտի զգայարանները։ Մկանային թույլ կամ դանդաղ զարգացող համակարգ ունեցողների համար նաև ֆիզիկական թերապիա է։ Ձիու քայլքը, նրա եռաչափ շարժումները, որ կատարում է հետյալը ձիու վրա նստած, զարգացնում են բոլոր այն մկանները, որոնք որ պատասխանատու են քայլքի համար, ինչպես նաև հարվողնաշարային բոլոր մկանները, քանի որ երեխան մշտապես փորձում է իրեն բերել միջին գիծ, հավասարակշռությունն է պահում։ Հիպոթերապիայի կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքը նորիկի ու թիմի համար սեր ու նվիրում է, էներգիայի անսպառ աղբյուր։ Բոլոր երեխաները ունեն այս աշխարհում իրենց տեղը, ունեն իրենց ճանապարհը եւ պետք է ունենան հնարավորություն աճելու եւ ինքնուրույն կյանք վարելու։ Մենք արդեն վաղուց պետք է դարձած լինենք ներառական հասարակություն։ Ներառական հասարակության մեջ, երբ որ ընդունում են առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, դրանով ոչ թե օգնում ենք այս երեխաներին, այլ ինքներս մեզ ենք օգնում։ Մենք դրանով դառնում ենք ավելի ուժեղ եւ ավելի զարգացած հասարակություն։ Ապրես։ Շատ ապրես, դու էլ ապրես։ Շփման, քայլքի, վախի հաղթահարման առումով Գրիգը մեծ առաջընթաց ունի, նկատում է մայրը։ Ժամանակին ձիուն անգամ վախենում էր դիպչել։ Վախի զգացողությունը, որ կենթանու շատ սիրելով կարող է մոտենա, բայց կենթանուց վախը եւ դա էլ ենք հաղթահարել, անգամ քայլքի հետ կապված ահագին առաջ խաղացում ունենք։ Սա պետք է ներառական երեխաների, հենց մասնագետները այնպիսի աշխատանք են տանում, որ երեխաները շփման համար իրենց կարևորված են զգում։ Դաունի համախտանիշը ամենատարածված քրոմոսոմային առանձնահատկությունն է։ Մարտի 21-ը այս համախտանիշի համաշխարհային օրն է։ Շատ կարևոր է, որ մենք իրեն սիրենք եւ շրջապատը, ընտանիքը եւ մենք շրջապատը երեխաներին սիրի։ Այս երեխաները իրենք ծնվում են այդ համախտանիշով, նա կոչվում է Դաունի համախտանիշ է կոչվում եւ բնորոշվում է նրանով, որ երեխաների մոտ արդեն ծնվելիս 21-րդ X քրոմոսոմը ավելորդ է լինում։ 2-ի փոխարեն իրենք երրորդն են ունենում եւ հենց 21-րդը 21-րդ զույգը դրա համար իրենց օրը 21-ն է։ Դա կապում են հենց իրենց քրոմոսոմային այս զույգի հետ։ Ձեռքի հետ լրիվ բարձրացրա վերև։ Վերև, երկու ձեռքով, այ ուղիղ։ Ֆիզիկական, ճանաչողական եւ առողջական առանձնահատկություններ ունեցողների համար թերապիաները կյանքի որակը բարելավելու լավագույն միջոցներից են։ Դաունի համախտանիշով երեխաների հետ աշխատելիս մենք այնպեսի դրական էներգիա ենք ստանում, նրանց բարությունը, նրանց սերը, որ փոխանցվում է դեպի մեզ, այնքան մեծ հզոր ալիք է տալիս, որ ժամանակը, որը որ պետք է իրենց հետ աշխատենք, աննկատ է անցնում եւ շատ ժամանակ չեն կարողանում նույնիսկ բաժանվել երեխաներից։ Նրանք մի աննկարագրելի դրական էներգիայով եւ բարի մարդիկ են։ Ամեն թերապիայից հետո այս արև տղան մի նոր հաջողություն է արձանագրում։ 10 ապրես դու։ Իր ժպիտով ու անկեղծությամբ ոգևորեց նաև մեզ։ Նարեկ Ոսկանյան, Արտակ Գևորգյան, Հովհաննես Քյուրքչյան, Լուրեր։